Բարի օր, սիրելի հետևորդներ։ Իմ կանաչ դրախտը հաղորդաշարի հերթական հաղորդումն է, որի ընթացքում ես կպատասխանեմ գրեթե ձեր բոլոր հարցերին։ Նշեմ, որ շնորհիվ ձեզ այսօր էջի հետևորդների թիվը ավելի քան 30,000 են, որի համար անչափ շնորհակալություն եմ հայտնում։ Այսօր կանդրադառնամ դդմազգինների տնկմանը։ Արդեն 30 եւ ավելի օր է, ինչ որ մենք կատարել ենք պատիսոնի ցանքերը, եւ այսօր իրենց սածիլները արդեն իսկ պատրաստ են տնկման համար։ Սովորաբար աշխատում ենք այնպես լինի, որ լինի 1, 2, 3, 4 եւ 5-րդ տերևն էլ նոր է արդեն առաջանում, 5 իսկական տերև, որը արդեն իսկական ժամանակն է տնկումների համար։ Ես ցանկանում եմ ձեզ մի կարևոր գաղտնիք ասել, այսինքն միգուցե շատերդ արդեն կատարում եք, կարիք չկա ամեն անգամ դուք նոր ակոսներ փորեք կամ նոր ակոսներ ստեղծեք կամ հողը վաղ գարնանը կրկին փորեք ամբողջությամբ։ Միշտ հիշեք, շատ կարևոր է, որ հողի հիմնական վարը կատարել աշնանը, իսկ գարնանը կարող եք պարզապես ուղղակի մարգեր անել։ Իմ դեպքում ընդհանրապես անվար է, ես ոչինչ չեմ անում, տեսնում եք, անցած տարի այս տարածքում եղել է լոբի, մորմազգիններին պատկանող, կաղամբազգիններին պատկանող տարբեր բույսեր, եւ այսօր ես միանգամից հետ տնկումները կկատարեմ այստեղ։ Տեսնում եք, այստեղ ովակոսներն են, այստեղ փոքր թմբեր են, պարզապես մի փոքր կարող եմ շարժել, այսպես հողը նախապատրաստել այս սածիլների տնկման համար եւ կատարել տնկումները։ Մեկ անգամ եւս անդրադառնանք, ես արդեն ձեզ ներկայացրի, որ բաժակների մեջ ենք կատարում ցանքերը եւ այսօր դրանք պատրաստ են տնկման։ Ինչու բաժակների մեջ։ Սովորաբար, երբ որ մենք ցանում ենք սերմերով, դուք գիտեք, որ բոլոր երկշաքիր բույսերը, այսպես կոչված, բացի հացազգիններից, բոլոր բույսերը ունեն առանցքային արմատներ։ Երբ որ մենք բաժակի մեջ չենք կատարում, այդ առանցքային արմատը գնում է խորը շերտեր եւ ինքը արմատները չեն տարածվում հողի բերի շերտում։ Կամ եթե մենք առանձին սածիլներով առանց թաղարների ենք աճեցնում, մեր բերքատվությունը բավականին ուշանում է, այսինքն ինչ է կատարվում։ Սածիլը մինչև հարմարվում է հողին, նախ նույնիսկ այդ դեպքում պետք է առանցքային արմատը կտրել, բայց եթե դնում ենք հողի մոտ, ինքը խորանում է աղքատ շերտերը եւ բույսը բավարար սնունդ չի ստանում։ Վերցնում եմ այսպիսի չափիչ, տեսնում եք, չափիչ բահիկ, որտեղ գրված է մինչև 10 սանտիմետր եւ փորձում եմ տնկել կոնկրետ այս պատիսոնի կամ ընդհանրապես բոլոր դդմազգինների սածիլների։ Միշտ հիշեք, պետք է լինի թմբի մի կողմում, չի կարելի այս փոսում կաթիլային ոռոգման խողովակը դուք տեսնում եք, եթե չունեք ոչինչ, ամեն դեպքում իմացեք, որ թմբի միայն մի կողմում։ Հատկապես, եթե ջերմասեր բույսեր են, իրենք դեպի արևելք, այսինքն արևածագը որտեղից է ձեր մոտ, տնկում եք սածիլները այնտեղ։ Եթե կոնկրետ դդմազգիններ կամ կաղամբազգիններ, ընդհակառակը, այսինքն արևմուտքի կողմ։ Տեսեք, այսպես մենք փորեցինք, ինչքան խոր ենք անում, կոնկրետ, նայեք, արդեն մոտ 10 սանտիմետր խորացինք եւ հանեցինք մեր այս թաղարը բաժակից։ Ես ասեմ, երբեմն կարող եք, եթե թուղթը արդեն քայքայված է, բաժակով էլ տնկել, բայց այս դեպքում ես ցանկանում եմ ցույց տալ արմատները։ Տեսեք, ամբողջ թաղարների մեջ արմատներ են։ Երբ որ մենք կատարում ենք նման ձևով տնկումը, այս հողի համար օտար մարմին չէ, ինքը անմիջապես ինքը հարմարվում է հողին։ Երբ որ մենք սածիլով տնկենք կամ սերմերով, նախ սերմերով ցանքի դեպքում մենք ավելի ուժ բերք ենք ստանում, երկրորդը կարող են միջատները վնասել եւ մենք բավականին ուժ եւ անորակ բերք կարող ենք ստանալ։ Այսպես սեղմում ենք, ինչու համար ենք սեղմում, որպեսզի տեսակ դուք արմատները ամուր հպվեն հողին։ Այս դեպքում տեսեք, ես երբեմն նկատում եմ, խողովակը անմիջապես դնում եք սածիլի մոտ, չի կարելի, ինքը սկիզբ է դնում սնկային հիվանդությունների, տեսեք, այսքան հեռու, նայում եք մոտ 10 սանտիմետր, 7-8 սանտիմետր, 5 սանտիմետրից մինչև 10 սանտիմետր, միևնույն է, երբ որ կաթիլները գալիս են, իրենք մինչև 10-15 սանտիմետր շառավղով խոնավայցնում են, այնպես որ այս ապահովագրում է ձեր բույսերին։
Տեսեք, քանի որ ինքը ջերմատնից ենք մենք հանել, եւ անմիջապես փոխում ենք միջավայրը, հնարավոր է, որ քամուց, բնակլիմական պայմաններից ինքը վնասվի, ուստի մենք կարող ենք ցանկացած միկրոէլեմենտ, ես ուղղակի ասեմ, սենց փոքր շշերով վաճառում են միկրոէլեմենտներ, որոնց մեջ բավականին միկրոէլեմենտներ կան, որպեսզի տերևների դեղնությունը քիչ լինի, այսինքն մենք ցողում ենք միկրոէլեմենտներ տերևների վրա։ Մի ուրիշ կարևոր առանձնահատկություն, որ ցանկանում եմ ձեզ տեղեկացնել։ Բույսերը սովորաբար ավելի շատ վնասվում են խոնավությունից սկզբնական շրջանում, քան թե երաշտից։ Օրինակ, այս դեպքում մենք տնկեցինք խոնավեր, դուք նկատեցիք արմատները խոնավեր եւ մի պահ մոռանում ենք ոռոգման մասին։ 1-2 օր թողելուց հետո, երբ տերևների գույնը ավելի է մքանում եւ ինքը փորձում է թոռոմել, նորը սկսում եք ջրել։ Սակայն եթե նայում եք ձեր թաղարը չոր է, ոչինչ, այ մի քիչ հեռու, եթե կաթիլային է, կաթիլայինն եք միացնում, եթե չէ, մի փոքր, այսինքն իրանից հեռու, սենց մի շրջանակ եւ աշխատում եք կամ ակոսը մի քիչ հեռու եք քաշում եւ ջրում եք։ Երբեք չի կարելի ցողունը ջրել։ Հատկապես սկզբնական շրջանում շատ չիլատերևները պետք է չհասնեն ջրին։ Ես արդեն նշել էի անցած հաղորդումների ժամանակ, բայց մեկ անգամ եւս կրկնեմ, դդմազգիններին են պատկանում դդմիկը, պատիսոնը, տարբեր տիպի վարունգները, լիմոնային, խտան, որը հայկական վարունգ է կոչվում, ձմերուկը, սեխը, դդումը, մի խոսքով բավականին այդ ընտանիքին պատկանող բույսեր ունենք եւ մի անհանգստացեք, եթե ձեր մոտ վարունգը շատ լավ է աճում, ապա հրաշալի կարող են աճել նաեւ մնացած բույսերը։ Օրինակ, ձմերուկը մի քիչ ջերմասեր բույս է, միգուցե կոնկրետ մեր բարձրությունը 1540 մետր է, միգուցե սերմերով ցանքը այստեղ չարդարացնի, բայց մենք միշտ 35 օր պահում ենք ջերմոցում եւ երբ որ արդեն տնկման ժամանակն է, տեղափոխում ենք դաշտ եւ մենք ունենում ենք այստեղ շատ նորմալ ձմերուկի բերք։ Այնպես որ դա եւս կախված է դուք ինչ տարիքում եք սածիլը դաշտանում եւ երբ։ Սիրելի հետևորդներ, երևի թե այսօր այսքանը դդմազգինների մասին, եթե կրկին հարցեր կլինեն, որի պատասխանները դուք չստացաք, կարող եք գրել էջում, քանի որ առաջիկայում ես անդրադառնալու եմ նաև դդմազգինների մշակության աշխատանքներին, հիվանդությունների, վնասատուների եւ մոլախոտերի դեմ պայքարին։ Եվ մի խնդրանք եւս, մի մոռացեք բաժանորդագրվել իմ ալիքին։ Դրանով դուք օգնում եք, որպեսզի մեր հանրապետությունում, մեր երկրում գյուղատնտեսությունը դառնա ել ավելի արդյունավետ, ավելի հաճելի եւ եկամտաբեր։ Շնորհակալ եմ։